Ազգային ժողովի երկրորդ ընթերցմամբ ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխությունները, որով էականորեն թարմացվում է Հայաստանի պետական տոնացույցը։ Ամենաէական փոփոխություններից մեկը վերաբերում է Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներին հաջորդող մեռելոց օրերին։ Խոսքը Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության, Վարդավառին, Խաղաղորդնեքին և Խաչվերածին հաջորդող օրերի մասին է։ Զեկուցող Գեղամ Նազարյանի խոսքով այդ օրերի աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու վերաբերյալ վերջնական որոշումն այսուհետ յուրաքանչյուր տարի կկայացնի կառավարությունը։ Կառավարությունը ընդունեց իմ առաջարկը, դա Նավասարդի տոնացույցում ընդգրկելն էր, կլինի օգոստոսի 11-ին և ոչ կլինի աշխատանքային օր։ Եվ կարևորում եմ նաև, որ մեռելոց օրերը, 5 մեռելոց օրերը նույնպես տեղ են գտել մեր տոների հիշատակի մասին օրենքում, կարգավորումն էլ կանի կառավարությունը, այդ օրը լինի աշխատանքային, ոչ աշխատանքային օր, ամեն դեպքում, երբ որ այդ օրը նշվում է, տոնացույցում կա, ինքը արդեն դառնում է կարևոր օր, որ Փոփոխություններով տոնացույցում ավելացվել են նաև նոր օրեր։ Այսուհետ հայրերի օրը Հայաստանում կնշվի ամեն տարի հունիսի 3-րդ կիրակի օրը։ Օգոստոսի 11-ը սահմանվել է որպես Նավասարդ համայն աշխարհի հայերի միասնության օր, իսկ փետրվարի 17-ը որպես Մեսրոպ Մաշտոցի օր՝ ի նշան հայոց գրերի ստեղծողի և ազգային կրթության խորհրդանիշի հիշատակի։ Միաժամանակ տարանջատվել են Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրերը։ Հուլիսի 5-ը կմնա Սահմանադրության օր, իսկ օգոստոսի 23-ը կսահմանվի որպես պետական խորհրդանիշների օր։ Օրենսդիրի նախաձեռնությամբ կատարված այս փոփոխությունները նպատակ ունեն արդիականացնել Հայաստանի տոնացույցը, ընդգծելով ազգային, հոգևոր և պետական արժեքների նշանակությունը։ Գայանե Հովհաննիսյան, այսօր։ Երկու օր լեցուն շփումներով, ստեղծագործությամբ, առողջության մասին կարևոր զրույցներով և ինքնախնամքին նվիրված պահերով։ Գյումրիում 50-ից բարձր տարիքի Ղարաբաղից տեղահանված և Շիրակի մարզի կանանց համար անցկացվել է վերականգնողական երկօրյա ճամբար, որի նպատակը ոչ միայն նրանց հոգեկան բարեկեցությանը նպաստելն էր, այլև համայնքում բնակվող վերոնշյալ կանանց միջև նոր կապերի ու ընկերական հարաբերությունների ձևավորումը։ Նախաձեռնությունն իրականացվել է Փախստականների համայնքային խորհրդի Գյումրու 3 անդամների գաղափարով։ Այն կազմակերպվել է Փախստականների համայնքային խորհրդի և Փախստականների հարցերով էստոնական խորհրդի նախաձեռնությամբ մարդու իրավունքների փախստականների հետ և նրանց համար ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Գյումրիում ծրագրի իրականացման գործընկերը Կանանի հասարակական կազմակերպությունն է, որը հյուրընկալում է Փախստականների համայնքային խորհուրդը և նպաստում համայնքում բնակվող տեղահանված անձանց ակտիվ մասնակցությանը տարբեր նախաձեռնություններում։ Վերականգնողական ճամբարի առաջին օրը եղել է շրջայց Գյումրու պատմական միջուկում, այնուհետև Վառեմ Մարեմ արվեստանոցում իրականացվել է կավագործության վարպետաց դաս, իսկ երկրորդ օրը արդեն առաջին հատվածում ունեինք կոնֆիդենցիալ հանդիպում գինեկոլոգի հետ, որտեղ որ կանայք իրենց հուզող հարցերը ազատ միջավայրում կարողացան հղել գինեկոլոգին։ Հաջորդ փուլում արդեն մեկնարկում ենք արտ-թերապևտիկ աշխատանք, որը որ ուղղված է իրենց ներքին ռեսուրսների ակտիվացմանը եւ դրական մտածողության խթանմանը։ Երկօրյա այս նախաձեռնությունը նպատակ ուներ խթանել ինտեգրացիան եւ ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ կարող են ճանաչել միմյանց, շփվել ու փոխադարձ աջակցություն ցուցաբերել։ Հարկ է նշել, որ 50 տարեկանից բարձր կանանց ընտրությունը եւս նպատակային է եղել։ Հիմնական միջոցառումները եւ հասարակական կազմակերպությունների եւ եթե նույնիսկ մասնավոր ինչ-որ կառույցներ են լինում, ավելի շատ ոնց որ ինքը ուղղված է միջին տարիքի կամ երիտասարդ դեռահասներին ուղղված ծրագրեր են իրականացնում եւ այս տարիքը կարծես իրենց ծրագրից ինչ-որ կերպ դուրս է մնում։ Գաղափարը 50 պլյուս տարիքի կանանց համար է, որոնք գրեթե ոչ մի նախաձեռնության մեջ ընդգրկված չեն։ Եվ մենք որոշել ենք այս ծրագիրը հենց 50 պլյուս տարիքի կանանց համար գրել։ Ճամբարի յուրաքանչյուր բաղադրիչ ընտրվել է հստակ նպատակով։ Թանգարանային այցելությունները հնարավորություն են տվել մասնակիցներին ավելի մոտիկից ծանոթանալ հայկական ու Գյումրու մշակույթին։ Կավագործության վարպետաց դասը ստեղծագործ աշխատանքի միջոցով նվազեցրել է սթրեսը, իսկ մասնագետների հետ հանդիպումները օգնել են ուշադրություն դարձնել առողջությանն ու հոգեկան հավասարակշռությանը։ Նպաստում է սոցիալականացմանը, դա այս պահին շատ կարևոր է։ Աշխարհը ստեղծված է կոմունիկացիաների վրա, այդպես շատ հարմար է
եւ ծանոթանալ, եւ շփվել, եւ հետագա կապեր ստեղծել։ Ստեղծել անվտանգ եւ աջակցող միջավայր, որտեղ տարբեր ճակատագրեր ունեցող կանայք կարողանում են վերագտնել իրենց վստահությունը, ձեռք բերել նոր ընկերներ եւ զգալ, որ համենքի լիարժեք անդամ են։ Սա էր առաքելությունը իրականացված հերթական ծրագրի։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Շիրակի մարզում մեկնարկել է Եվրոպազայի նոր սոցիալական նախաձեռնությունը։ Ընկերությունն այսուհետ ամեն ամիս ամբողջական կահույք կնվիրաբերի տնակում բնակվող եւ սոցիալապես անապահով մեկ ընտանիքի, ապահովելով ննջարանի, հյուրասենյակի կամ խոհանոցի ամբողջական կահավորմամբ։ Նախաձեռնության առաջին հասցեն Գյումրիում էր։ Եվրոպազայի այս ծրագրում ընդգրկված էր Պողոսյանների ընտանիքը, որն արդեն 3 տասնամյակից ավելի ապրում է տնակային պայմաններում։ Մինչ այսօր նրանց կենցաղային պայմանները հեռու էին հարմարավետ լինելուց, սակայն արդեն առաջիկա մի քանի ժամերի ընթացքում ամեն ինչ պետք է փոխվեր։ Եվրոպազայի աշխատասեր թիմը ձեռնամուխ եղավ աշխատանքին, հին ու մաշված կահույքը փոխարինելով ժամանակակից որակյալ ու ամբողջական ննջասենյակի հավաքածուով։ Ընկերությունում նշում են, որ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական։ Ամեն ամիս ընտրվելու է նոր ընտանիք, որը կստանա ամբողջական կահույք, բարելավելու իր կենցաղային պայմանները։ Բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար, ինչպես բարի գործեր կատարեք։ Առաջ ույցեր ես ունեի սպալուն մեկը, բայց շատ նորից սպալին է, հիմա դեպին բոլորին նորը, լավ, ծեսկով, դեպին ուտեղավորցրեցին գնաց մարդիկ։ Շատ շնորհակալ եմ բոլորից։ Եվրոպազայի սոցիալական նախաձեռնության նպատակն է աջակցել առավել խոցելի ընտանիքներին, նրանց բնակության պայմաններն առավել հարմարավետ դարձնելով։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցել է Ինոպրոմ 2026 միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի շրջանակում անցկացվող Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստին։ Միջոցառմանը մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելարուսի վարչապետ Ալեքսանդր Տուրչինը, Ղազախստանի վարչապետ Օլժազ Բեկտենովը, Ղրղստանի վարչապետ Ադիլբեկ Կասիմալիևը։ Երկրների վարչապետները նախ շրջայց են կատարել ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված արտադրանքին։ Հաջորդիվ տեղի է ունեցել Ինդուստրիա 360 արտադրություն առանց սահմանների թեմայով լիագումար նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում մասնավորապես նշել է. Գոհունակությամբ պետք է նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4.7%, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսների ընթացքում 13%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարիների ընթացքում աճել է 2 անգամ։ Միկրոէլեկտրոնիկայի, կենսադեղագործության եւ ռոբոտաշինության զարգացումը խթանում է հիմնարար եւ գիտական մշակումների պահանջարկը, մասնագիտական կրթության համակարգի արդիականացումը եւ ձևավորում որակապես նոր աշխատաշուկա։ Հայաստանի Հանրապետության արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը գիտատար արտադրությունների ձևավորումն է, որոնք ապահովում են տեխնոլոգիական զարգացում, գործընթացների օպտիմալացման, թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների եւ տվյալների վերլուծության ներդրման հաշվին։ Այսպիսի մոտեցումը բարձրացնելով ոլորտի ներդրումային գրավչությունը կարագացնի տեխնոլոգիաների տրանսֆերը եւ պայմաններ կստեղծի բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։ Նորարարական զարգացման մեջ ռազմավարությունն է ապահովել կայուն աճ, հաշվի առնելով համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ինտեգրումը եւ արժանի տեղ զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության
արտադրության համաշխարհային քարտեզի վրա։ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միատարր աշխատանքից, դրանով իսկ նոր հորիզոններ բացելով մտավոր եւ ստեղծագործական գործունեության համար, ասել է Նիկոլ Փաշինյանը։ И формирует качественно новый рынок труда. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի եւ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հայաստան կուսակցությունների դաշինքի համակիրները խմբի կազմում ազգային ժողովի ընտրություններին հիշյալ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով մի շարք ընտրողների տվել են տարբեր չափերի ընտրակաշարք։ Հիմա ինչ չեն ջերմներ, քանի ծենա, մի 100,000 փոխենք ծեմասենք։ Մեր կողմից։ Ողջում եմ սավոտ անեմ, Տեսեք եթե դեռ 50,000 գտնված, ինչ անա։ Ու 100 ես կազմակերպեմ այդ սարանը։ Չգտնեք իրար հետ որ տանք, թե չեն էս չի լի։ Հա։ Ում ես ուզում տաս հիմա։ Սամոին մեկ է Էմիլին, կամ Ռուստամին ու Արևիկին տամ։ Ու թե Սամոին մեկ է Էմիլին նա առաջացի Միշեն, էլի։ Հենց հիմա։ Հա, բանը այնտեղ համ քոնը կտա, համ քոնի չափ էլի մի հատ էլ կտա։ Երկու բտա։ Նեմ էլի ախտերական կամ պահի մոդը կամ քոնի չափով գբի հատ էլ ավել բտա էլի։ Հա։ Իսկ ինչ անեմ, պահի մոտես։ Կամ պահի մոդը կամ տունն է, մի հատ զանգի հետ եմ վեկալ եմ։ Միշանենի բերել էր ասիմ հավեզա։ Ես կտամ դորին։ Միշանենի բերել էր, դի մերոնքն էր էլի դրա համար։ Մի հատ Ռուստամին է, մի հատ մերոնք է։ Ահա, ես էի տվել, չէ։ Հա։ Վեկալի ապը։ Հա։ 200։ Հա։ Մեր բանը Սամվելին Սերոփին էլ ֆրոնզի տղերքին էլ։ Չէ, քոնը բան չարեց։ Չէ։ Ասեց ես գորետ բան կանեմ։ 200 տվեց ինձ Սամվելին Սերոփին էլ։ Ասա գորետ խոսամ ես։ Լավ, ցավ։ Գորբա ինչ ասեք, ես կտենամ հետո այն մնացածը բան կանեմ։ Նիշան։ Ինչ է մնացածը հետո։ 100 պակաս է տվել ախպեր։ Չգիտեմ ախպեր։ Ինձ զանգեց ասեց գազ զանգի մի հատ։ Լրիվ կապիկ արդեն ներվես խախտվա վարա։ Մարդկանց բան եմ խոստվել։ Այդ ցուցակի մեջ լավ հետո գազ խոսանք։ Դեպքի արդիվ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են վերը նշված անձինք, կատարվել են խուզարկություններ եւ վարութային այլ գործողություններ։ Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխադարձ զանգվածային հարվածներ են հասցրել։ Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ավելի քան 350 անօդաչու թռչող սարք, մոտ 70 հրթիռ։ Կիևում 11 մարդ զոհվել է, 46-ը վիրավորվել։ Փլուզվել է 9 հարկանի շենքի մի քանի հարկ։ Կիևում հուլիսի 7-ը սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի մարզում թիրախավորել է ռազմարտունաբերական եւ վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտները։ Միևնույն ժամանակ գերատեսչությունը հայտնել է գիշերն ուկրաինական 500-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին։ Զանգվածային հարվածների են ենթարկվել Լենինգրադի եւ Յարոսլավլի մարզերը։ Լենինգրադի մարզում թիրախավորվել է 2 նավահանգիստ, Յարոսլավլում 2 մարդ է վիրավորվել, Ղրիմում կա 1 զոհ, 2 վիրավոր։ Հարվածների ֆոնին հայտարարվել է, որ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհանդիպի իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Գագաթնաժողովը կկայանա հուլիսի 7-ից 8-ը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցներ էր ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հետ, քննարկել իրավիճակը ռազմաճակատում եւ դիվանագիտական ջանքերը։ Պուտինի հետ հեռախոսազրույցը տևել է մոտ 1.5 ժամ։ Ըստ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի քննարկվել են երկկողմ եւ միջազգային օրակարգի հարցեր։ Անդրադարձ է եղել ուկրաինական կարգավորման թեմային, նաեւ հաշվի առնելով Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփի առաջիկա մասնակցությունը։ ԱՄՆ նախագահը կրկին պատրաստակամություն է հայտնել նպաստելու ռազմական գործողությունների դադարեցմանը։ Պուտինն էլ նշել է, որ նախընտրում է հակամարտությունը լուծել քաղաքական դիվանագիտական ճանապարհով, հաշվի առնելով ռուսական սկզբունքային մոտեցումները։ Երկու ղեկավարները քննարկել են նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում, պայմանավորվել են շարունակել շփումները։
Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Անկարայում եւ Ստամբուլում ցույցեր են տեղի ունեցել։ Ավելի քան 100 մարդ ձերբակալվել է։ Ակցիաները կազմակերպել է Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը։ Ցուցարարները դեմ են արտահայտվել ՆԱՏՕ-ի գործունեությանը։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կմասնակցեն ոչ միայն դաշինքի 32 անդամները, այլև պաշտոնյաներ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրներից։ Գագաթնաժողովին ընդառաջ Թուրքիայի իշխանություններն արգելել են ցույցերի անցկացումը։ Գազայի հատվածում գրեթե 2 տասնամյակ իշխող Համաս շարժումը պատրաստվում է լուծարել իր կառավարությունը։ Ըստ շարժման աղբյուրների, այս քայլն իշխանությունը նոր տեխնոկրատական մարմնին Գազայի կառավարման կոմիտեին փոխանցելու մաս է կազմում։ Կոմիտեն ստեղծվել է մոտ 6 ամիս առաջ, բայց դեռ չի սկսել իր աշխատանքը, քանի որ Իսրայելը թույլ չի տվել դրա անդամներին մուտք գործել Գազայի հատված։ Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածի վերակառուցումը չի կարող սկսվել, քանի դեռ Համասը չի զինաթափվել։ Իսրայելի եւ Համասի միջև հրադադարն ուժի մեջ է մտել 2025 թվականի հոկտեմբերին։ Դրա առաջին փուլը ներառում էր կողմերի միջև պատանդների եւ բանտարկյալների փոխանակում, հումանիտար օգնության մուտք անկլավ եւ իսրայելական ուժերի դուրսբերում Գազայի որոշ հատվածներից։ Երկրորդ փուլը նախատեսում է Գազայի ապառազմականացում, վերակառուցում, անցումային կառավարության ստեղծում եւ իսրայելական ուժերի ամբողջական դուրսբերում։ Իրանում շարունակվում են ամերիկա-իսրայելական հարվածներից զոհված գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ նրա ընտանիքի անդամների հրաժեշտի արարողությունները։ Թեհրանում դրանց մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Շատերը Խամենեիի սպանության համար վրեժի կոչեր են հնչեցրել։ Հուլիսի 5-ին Թեհրանում տեղի ունեցած արարողությանը մասնակցել են նաեւ հանգուցյալ առաջնորդի 3 որդիները, սակայն նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներկա չի գտնվել։ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները կտևեն 1 շաբաթ, որի ընթացքում նրա մասունքները կտեղափոխվեն նաև հարևան Իրաքի շիաների կրոնական վայրեր։ Խամենեին կհուղարկավորվի հուլիսի 9-ին իր հայրենի Մաշհադ քաղաքի Իմամ Ռեզայի դամբարանում։ Սյուզաննա Չրաղյան։ Ինձ ամեն դեպքում փրկում է, որ դիզելային է, որովհետև բենզինի հերթերը խելագար են։ Ամեն տեղ հերթեր են, ինչ որ տեղերում ընդհանրապես բենզին չկա։ Պիտի 3 լցակայան անցնես, որ բենզին ճարես։ Հետո դու հերթերի մեջ կանգնում ես։ Գուցե 2 ժամ կանգնես, գուցե կես ժամ, ինչպես ստացվի։ Стараешься пропускать заказы։ Մերժում եմ դեպի հեռու տարածաշրջաններ պատվերները, որովհետև գիտեմ, որ վերադարձի համար բենզին չի լինելու եւ կարիք կլինի սպասել հերթերում։ Сейчас заезжаю на вторую заправку։ Հիմա ես գնում եմ երկրորդ լցակայան։ Այնտեղ որտեղ ես ապրում եմ, լցակայանների կեսը փակ է, իսկ մնացածում այնպիսի հերթեր են եւ 20 լիտրից ավելի չեն թույլատրում լցնել։ Приехала из другого района։ Եկել եմ ուրիշ շրջանից, իմ լցակայանում բենզին չկար։ Վառելիքի ճգնաժամ, վառելիքով հարուստ Ռուսաստանում։ Վերջին շրջանում ռուսական մամուլի գլխավոր թեման բենզինի եւ դիզվառելիքի դեֆիցիտն է։ Երկրի տասնյակ տարածաշրջաններում արդեն վաճառքի սահմանափակումներ են կիրառվում։ Խնդրի կարգավորման համար Մոսկվան անգամ բենզին է սկսել ներմուծել այլ երկրներից։ Պատճառը Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով առաջացած վառելիքի ճգնաժամն է։ Reuters-ի տվյալներով բենզինի արտադրությունը 2025-ի հունիսի համեմատ Ռուսաստանում նվազել է 25%-ով, իջնելով օրական 85,000 տոննայի։ Այն դեպքում, երբ ամռանը սպառման ծավալը օրական 110,000 տոննա է։ Օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե չնայած սկսել են օգտագործել նախկինում կուտակված բենզինի պաշարները, ներկայիս պաշարները գործնականում համապատասխանում են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին։ Էներգետիկայի նախարարության զեկույցի համաձայն բենզինի պաշարները ներկայումս կազմում են 1.7 միլիոն տոննա, ինչը գործնականում նույնն է, ինչ նախորդ տարի։ Կամ մի փոքր նվազում ընդամենը 4%։ Ներքին սպառողների շահերից ելնելով ժամանակավորապես արգելվել է բենզինի եւ ավիացիոն վառելիքի արտահանումը։ Դիտարկվում է դիզելային վառելիքի արտահանման լիակատար արգելքի անհրաժեշտությունը։ Կարծում եմ, որ վառելիքի շուկայի կայունացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համակարգային միջոցառումներ համապատասխան արկա մարտահրավերների մասշտաբներին։ Սա ներառում է ինչպես մատակարարման ավելացումը, այնպես էլ տնտեսապես արդարացված վառելիքի գների պահպանումը։ Կառավարությունը ստեղծել է հատուկ շտաբ, որը գործում է 24/7 ռեժիմով իրավիճակը արագ վերահսկելու համար։ Փորձագետների գնահատմամբ իրավիճակը կրիտիկական է, հաշվի առնելով, որ անգամ մայրաքաղաք Մոսկվայում կան վառելիքի ապահովման լուրջ խնդիրներ։ Պատկերացնում եք, եթե այդ խնդիրը Մոսկվա քաղաքում է, ապա Ռուսաստանի մյուս ավելի փոքր եւ ավելի կենտրոնացիոն քաղաքներում ինչպեսի իրադրություն։ Այսինքն բավականին կրիտիկական է։ Այն քաղաքականությունը, որ այդ ոլորտում այսօր կարգավորվում է,
խոսում է դրա մասին։ Ու ներքին սպառման համար տեսեք ինչ են նախատեսում, որ բենզին կարող է օգտագործել միայն գյուղմթերքներ արտադրող ընկերությունները, գյուղմթերքներ։ Մնացած ոչ մի դեպքում չի թույլատրվում բենզինը եւ հատկապես դիզվառելիքը արտահանել։ Նույնիսկ վերանորոգումների ծախսերը, որտեղ անհրաժեշտ է տրանսպորտի օգնություն, սա նույնպես դադարեցվել է։ Ըստ Reuters-ի Ռուսաստանը բանակցություններ է վարում Ղազախստանի հետ 50,000 տոննա բենզին ներմուծելու համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ կապի մեջ են այլ երկրների հետ նավթամթերքի հնարավոր ներմուծման վերաբերյալ, չմանրամասնելով դրանց անունները։ Բելարուսից արդեն մատակարարվում է եւ մյուս կետը Հնդկաստանն է, որտեղ ռուսական նավթաընկերություններն ունեն մեծ հայամաս, այնտեղ շատ խոշոր նավթավերամշակման կոմբինատում։ Հիմա նույնիսկ քննարկվում է անգամ Հնդկաստանից բենզինի բերել է, այնպես որ դա ակնհայտ է դարձնում, որ այդ խնդիրը Ռուսաստանում, եթե նույնիսկ պետական պաշտոնյաների կողմից փորձում է ստվերել, բայց իրականում խնդիրը շատ լուրջ է։ Իսկ ինչպես է սա ազդել հայկական շուկայի վրա։ Պետական եկամուտների կոմիտեից ստացված վիճակագրությունը բավականին ուշագրավ է։ 2025-ի հունվար-մայիսին Հայաստանը ներմուծվել 86276 տոննա բենզին 6 երկրից, 35563-ը Ռուսաստանից, 19306-ը Եգիպտոսից, 14606-ը Ռումինիայից, 12292-ը Վրաստանից, 2995-ը Հունաստանից եւ 1514-ը Արաբական Միացյալ Էմիրություններից։ 2026-ի առաջին 5 ամսում պատկերը էականորեն փոխվել է։ Բենզինի ներմուծման ծավալը գրեթե նույնն է մնացել՝ 85470 տոննա, բայց աշխարհագրությունն ընդլայնվել է։ 11 երկրից է ներմուծումը։ Առաջատարն այս դեպքում Բուլղարիան է 22164 տոննայով, երկրորդը Վրաստանն է 18860, երրորդը Ռուսաստանը 15297։ Բացի այս երկրներից Հայաստանը բենզին է ներմուծել նաև Ռումինիայից, Թուրքիայից, Բելգիայից, Կիպրոսից, Ադրբեջանից, Նիդերլանդներից, Հունաստանից եւ Եգիպտոսից։ Պատկերն էլ ավելի տպավորիչ է դիզվառելիքի դեպքում։ Նախորդ տարվա առաջին 5 ամսում Հայաստան ներմուծված դիզելի ծավալը կազմել է 65797 տոննա, որի գերակշիռ մասը 61239 Ռուսաստանից է, 2519-ը Իրանից, 2039-ը Վրաստանից։ 2026-ի նույն ժամանակահատվածում 3-ի փոխարեն դիզել է ներմուծվել 6 երկրից, ընդհանուր 60772 տոննա, որից Ռուսաստանից 27095 տոննա, Ադրբեջանից 10033 տոննա, Իսրայելից 7808 տոննա, Իրանից 6932, Վրաստանից 6823 եւ Բելարուսից 2081 տոննա։ Տենդենսը բավականին հուսադրող է, այն իմաստով, որ այդքան դիվերսիֆիկացվելուց հետո բենզինի գների փոփոխություն Հայաստանում էական չի եղել, եթե հաշվի առնենք, որ օրինակ Եվրոպայում բենզինի գները Հորմուզի նեղուցում ծագած խնդիրների պատճառով գրեթե կրկնապատկվել էր։ Հայաստանում աճը, որքան ես եմ արձանագրում, մոտավորապես մի 5-6% անդամն է, որը ըստ էության բնականon, այսպես գնաճի սահմանների մեջ է, եւ այդ դիվերսիֆիկացիան ցույց է տալիս, որ մեր բիզնեսը ցանկության դեպքում շատ արագ կարողանում է հարմարվել իրավիճակին։ Վիճակագրությունը հուշում է, Հայաստանին փաստացի հաջողվել է շուկան դիվերսիֆիկացնել, նշում է տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը։ Եթե դուք նայեք անցած տարվա, այս տարվա ընդհանուր պաշարները բենզինի եւ դիզվառելիքի, դրանք համարյա նույնն են։ Գրեթե նույնն են, որովհետեւ 95-97%-ով այդ ծավալները չեն փոփոխվել։ Այսինքն շուկան պահում է իր մակարդակը։ Իսկ դա նշանակում է, որ առաջարկը թե անցած տարի եւ թե այս տարի խոսքը առաջին 5 ամիսներին է վերաբերում, նույն ծավալներով պահպանվել են։ Մենք մեզ կարելի ասել երաշխավորել ենք ռիսկերից, եթե մենք նայում ենք այդ նվազումներն ու աճերը երկրների կտրվածքով, ապա շատ հնարավոր է, որ եթե Ռուսաստանը նույնիսկ 0 դառնա, շատ արագ այդ պակասը կլրացվի այլ երկրների հաշվին ու դա իրոք մեծ ձեռքբերում է։ Ըստ մամուլի հրապարակումների Ռուսաստանում վերջին օրերին բենզինի 1 լիտրի գինը առաջին անգամ գերազանցել է 100 ռուբլին։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը պլանավորում է ամսական տարբեր երկրներից ներմուծել 400,000 տոննա բենզին։ Նիկոլայ Ավետիսյան, Մհեր Կիրակոսյան եւ Գևորգ Զաքարյան։ Դեռևս 11:40-ն է, բայց արդեն Իջևանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 7 փոքրիկ։ Երկուսը սպասում են, որ ուր որակը ծնվեն։ Վերջինը այս փոքրիկներ։
շուրջ 1 ամիս շտապել է աղջնակը, բայց 34 շաբաթում էլ հասցրել է կարգին քաշ հավաքել ու կազմ պատրաստ աշխարհ գալ։ Գույնը ռոզվի, վարդագույն, նորմալ է։ Բոլոր ցուցանիշները նորմայի սահմանում են, իսկ նեոնատոլոգիայի բաժանմունքում արկա առաջին անհրաժեշտության սարքավորումները թույլ են տալիս կարգավորել այն փոքր շեղումները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս անհաս երեխաների մոտ։ 34-35 շաբաթականից ցածր հղիներին, ծնունդներին մենք աշխատում ենք բոլորը ուղարկենք Երևան։ Եթե բացումը թույլ չի տալիս, շատ ալինում, արունահոսություն ալինում, մայրիկի վիճակն ահատ լինում, այդ ժամանակ մենք չենք ուղարկում։ Ստեղ ծնդալուծում ենք։ Դրանից հետո միայն երեխան տեղափոխվում է Երևանյան կլինիկա։ Այս փոքրիկի դեպքում կարիքը չեղավ։ Էման ժամեր առաջ է բնական ճանապարհով երրորդ երեխային լույս աշխարհ բերել Իջևանի ծննդատանը։ Ասում են նախորդ հղիություններից գիտի, այստեղ ոչ միայն հոգատար են, այլև շատ պրոֆեսիոնալ։ Հանձնակազմը շատ հոգատար, ամեն առումով, թե երեխայի նկատմամբ, թե նկատմամբ անվճար էր ամբողջական ծառայությունը։ Կարիք ա եղել, որ ես 2 օր նույնիսկ շուտ եմ պարկել հիվանդանոց, ամեն անվճար է եղել։ Այստեղ վստահեցնում են կեսարյան հատման գնում են միայն խիստ ցուցումների դեպքում։ Խիստ ցուցումների ժամանակ քննարկում ենք մենք, որովհետև մենք ամեն վիրահատության ժամանակ տեղակ ենք պահում տնօրենին, բաժնի վարիչին բոլորը, քննարկում ենք ինչ պատճառներ են գնում ու եթե կարիքը կա, իհարկե սպիներն են գնում, միջածիկները, արունահոսությունները։ Իջևանի ծննդատանն այդ օրը ծնված երեխաների թիվը օրվա վերջում հասավ 10-ի, 6 աղջիկ, 4 տղա։ Այստեղ պատրաստվում են նաև ներդնել առողջապահության նախարարության էպիդուրալ անզգայացման ծրագիրը։ Իհարկե աշխատելու ենք, երեխաները մեծանան, աշխատելու ենք։ Գոհար Ավետիսյանը 4 անչափահաս երեխաների մայր է, առայժմ չի աշխատում։ Աշխատանք չունի նաև ամուսինը։ 2023-ին Ղարաբաղից տեղահանված ընտանիքը բնակության մի քանի հասցե է փոխել։ Անցած տարվանից հաստատվել են Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղում, Վարձով են ապրում։ Բազմազավակ ընտանիքն ընդգրկված է անապահովության գնահատման համակարգում։ Պետական նպաստից բացի ամեն ամիս ստանում են առաջնային ծախսերի համար աջակցության գումարը, 50,000 էլ ամենափոքրի համար, մինչև 6 տարեկան դառնալը։ Ընտանիքը պետությունից ամսական 287,000 դրամ ֆինանսական աջակցություն է ստանում։ Հայաստանի քաղաքացիությունը վերցրել եմ, հիմա ամբունությունից արդեն վերցրել, տան հարցով էլի, որ սերտիֆիկատը վերցրել ենք արդեն։ 24 միլիոն դրամ արժողությամբ հավաստագիրն էլ արդեն ունեն, տան հարցը լուծեն, կմտածեն նաև աշխատանք գտնելու մասին։ Ոնց կարա չաշխատես։ Ղարաբաղցին աշխատող մարդ է, դա հաստատ է։ Նպաստ ստացող ընտանիքների աշխատունակ անձանց զբաղվածության ապահովումը պարտադիր է անապահովության նոր համակարգով։ Նոր փոփոխության նպատակը ոչ թե կարիքավոր մարդկանց համակարգից դուրս թողնելն է, այլ նրանց օգնելը, որ ժամանակի ընթացքում ֆինանսապես ավելի կայուն վիճակում լինեն, նպաստի կարիք չունենան։ Այն պահից, որ ընտանիքը հայտնվի համակարգում, ընտանիքի աշխատունակ անդամները համարվելու են մեր համար աշխատանք փնտրողներ, անմիջապես մեր զբաղվածության մասնագետները զբաղվելու են նրանց աշխատանք փնտրելով։ Շատ մեծ հույս ունենք, որ արժանապատիվ աշխատանքը ընտանիքները գերադասելու են ուղղակի նպաստից կախված մնալուց։ Աշխատանքի տեղավորվելուց հետո եւս 12 ամիս ընտանիքին եկամուտ չի վերագրվի, կշարունակի նպաստ ստանալ։ 1 տարի անց աշխատանքում հիմնավորվելուց հետո անգամ տվյալ ընտանիքը միանգամից չի զրկվի պետական աջակցությունից։ Նոր համակարգով ընտանիքի ապահովության մի քանի շեմ կա՝ ծայրահեղ, չափավոր, միջին եւ անապահով։ Նոր համակարգում կարևոր էական չափորոշիչը դա ընտանիքի եկամուտն է։ Եթե ասենց պարզ բացատրեմ բանաձևը, այդ եկամուտը բաժանում էր ընտանիքի անդամների թվի վրա, իմիջիայլոց անչափահաս ընտանիքի անդամներին հատուկ գործակիցով էր հաշվում, այսինքն եթե անչափահասները շատ են ընտանիքում, հավանականությունը մեծանում է, որ ընտանիքը կդառնա նպաստառու, եթե օրինակ ընդամենը 1 աշխատունակ անդամ ունի ընտանիքը։ Անապահովության գնահատման նոր համակարգը հնարավորություն կտա նպաստել ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, սոցիալական աջակցության ծրագրերը դարձնել առավել հասցեական։ Բազմաթիվ ընտանիքներ տասնյակ տարիներով նպաստի համակարգում մնալու փոխարեն կկարողանան աստիճանաբար ավելի ինքնուրույն լինել։ Համակարգն ամբողջովին թվային է, ինքնաշխատ, իրավիճակը նաև տեղում գնահատելու համար տնային այցեր կլինեն։ Նոր համակարգում միջին նպաստը այս պահին
87,000 է մոտ, առավելագույն նպաստի չափը 280,000 դրամ է։ Եթե բաժանենք նորից անչափահասների թվի վրա եւ նշեցի, որ իրենց գործակիցը տարբերվում է, ու տեսանք, որ մեկ անդամին եկամուտը չի հերիքում, որպեսզի նվազագույն բարենային զամբյուղ ունենան, նորից իրենք նպաստ ստանալու են, բայց այլ չափի։ Այսինքն այդ պակասը հավելվելու է նպաստով։ 2025 թվականին նոր համակարգը փորձնական կիրառվեց Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։ Արդյունքում դրա մշակվեց ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։ Այս մարզերում արդեն 1290-ից ավելի ընտանիք նպաստ է ստանում նոր համակարգով։ Հուլիսի 1-ից այն կիրառվում է հանրապետության ամբողջ տարածքում։ Համակարգը ամբողջովին թվային է։ Մոտ 30 շտեմարանից ինքնաշխատ ձևով ինֆորմացիան մեկտեղվում է եւ ընտանիքի գնահատական, այսպես ասած, ստանում ենք մենք հիմնվելով այդ շտեմարաններում արկա տվյալների վրա, բայց կա նաեւ տնայցի կոմպոնենտ, ամեն դեպքում այս բացարձակ որևէ մեկի որոշումից կախված չլինել, այսինքն թվային համակարգի արկայությունը նվազեցրել է մեծ ռիսկեր, որ ինչ որ մեկը կարող է անարդար կերպով հայտնվել համակարգում։ Նոր համակարգում բազմաթիվ բարեփոխումներ են արվել, այդ թվում փոխվել են մի շարք դրույթներ, որոնք խոչընդոտում էին նպաստի համակարգում ընդգրկվելուն։ Անցած տարի նպաստի համար պետբյուջեից 21 միլիարդ դրամ է ուղղվել, այս տարի պլանավորվել է 24.5 միլիարդ հատկացնել։ Վարդենիս համայնքը զբոսաշրջության առումով մեկուսացված է, բայց ահռելի պոտենցիալ ունի, փաստում են ոլորտի փորձառուները։ Նույնիսկ իմացա Վարդենեսում հյուրատուն չկա, շատ ցավալի է։ Պատկերը փոխելու պատրաստակամությամբ հանդես է գալիս Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջը։ Առաջին քայլերն անում են խորհրդանշական վայրում, Մաքենյաց վանքի բակում, պանելային քննարկմամբ։ Պատմամշակութային վայրեր, Կիկլոպյան ամրոցներ, այստեղ կարելի է զարգացնել գաստրոտուրիզմը, մեղվապահությունը, ձկնորսությունը տուրիզմի համար բավականին շատ հետաքրքիր մտքեր կան, որոնք այս պահին կարծես թե զրոյական վիճակում են։ Այստեղ մենք կարող ենք տեսնել շատ գեղեցիկ եկեղեցիներ, մենք ունենք տարբեր վայրեր, որոնք կարող են գործել որպես տուրիզմի, չգիտեմ, վայրեր, օրինակ մեր Սվարթանը հենց, Թուխմանուկը։ Համայնքում զբոսաշրջության զարգացմամբ առավել հետաքրքրված եւ շահագրգիռ են երիտասարդները։ Ոլորտով հետաքրքրվողներն արդեն հնարավորություն ունեն զբոսաշրջություն մասնագիտական կրթական ծրագրին մասնակցելու, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան լիցենզիայով։ Գիտակցում ենք, որ ունենք մեծ խնդիր, քանի որ տարածաշրջանում դեռ շատ բացեր կան եւ պետք է այս գործը հանձն առնենք եւ կարողանանք նաեւ զարգացնել ենթակառուցվածքներ, այսինքն մեր աշխատանքով ոչ միայն զարգացնելու ենք туриզմը, այլ նաեւ պետք է զարգացնենք սպասարկման որակը, որպեսզի հյուրերը կարողանան ճիշտ եւ գրագետ սպասարկում ստանալ։ Հիմնականում այս տարածաշրջանում հիմնվեն կոնկրետ հյուրատներ, որ օրինակ գան, այդտեղ գիշերակաց ունենան։ Վարդենիսն ունի հարուստ բնություն, հարուստ տեսարժան վայրեր, լավ մշակույթ, լավ ու բարի մարդիկ, որոնք թեկուզ անծանոթ մարդկանց կարող են օգնել։ Դրա համար Վարդենիսում զբոսաշրջություն ապագա տարիներին միանշանակ կզարգանա։ Զբոսաշրջության զարգացման հեռանկարը երիտասարդների համար նաև համայնքում մնալու, կարիերա սկսելու եւ եկամուտ ունենալու հնարավորություն է։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։